կոնկրետ այս գործի վերաբերյալ, թեև առիթ ունեցել եք արտահայտվել, բայց ինչու Սամվել Կարապետյանը, ինչու հիմա։ Դե իշխանությունների վախերը ինչքան շատանում են, այնքան իրենք գնում են ոչ adekvat գործողությունների, չնայած իրենց քայլերը բոլորիս համար վերջին 7 տարին արդեն բացատրելի է ու ասել թե ինչու հենց հիմա Սամվել Կարապետյանին, ինչու հենց հիմա սրբազաններին, ինչու հենց հիմա եկեղեցու դեմ պայքարը, իրենք շատ լավ հասկանում են, որ հայոց եկեղեցին այն կարևորագույն հենասյունն է, որի վրա միշտ հայ ժողովուրդը հույս է դրել, հույս է դնում ու հույս է դնելու ապագայում։ Դրա համար շատ երկար մտածել պետք չի, որպեսզի հասկանալ, որ մարդ, որը փորձում է վերարտադրվել եւ ապրում ու կռիվ է տալիս այս երկրում միայն իր իշխանությունը պահելու համար, պետք է ոտնձգություն կատարի հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ինչու Սամվել Կարապետյանին, որովհետև եթե մի քիչ լավ ես պատկերացնում տվյալ անձնավորության հանրային դիրքը, հանրային կշիռը, հնարավորությունները, այս տասնյակ տարիների ընթացքում Հայաստանի ու Արցախի համար արած ամեն ինչը բարձ է, որ առաջնային թիրախ է դառնալու տվյալ անձնավորությունը եւ բոլորս տեսնում ենք, որ մի միլիմետր անգամ իշխանությունը չի նահանջում իր բռնապետական դիրքից ու չի անում դեպի ժողովրդավարություն, որի բաստիոնը ինքն իրեն հռչակել է։ Պարոն Մխիթարյան, իշխանությունը մասնավորապես Նիկոլ Փաշինյանը այսպես պրոպագանդում են, ասում են, որ իրենց պայքարը եկեղեցու դեմ չէ, այլ անհավատ եկեղեցականների եւ եկեղեցին իրենց համար սապությունն է։ Միշտ հիշում ենք իր խոսքը, հա, բնութագրում է եկեղեցուն, որը չուլանանոց է սարքել եւ այլն։ Այս սրանք կուզեի արձագանքել, որ իրենք այսպես փորձում են իրենց գործունեությունը, գործողությունները արդարացնել, թե իբր մենք անհավատ եկեղեցականների դեմ ենք պայքարում, ոչ թե մեր սուրբ եկեղեցու։ Իսկ ով է որոշում եկեղեցականի հավատավոր կամ չհավատավոր լինելը։ Եթե ինքը, որը ասում է այդ հանձնաժողովը ես եմ կազմելու, ես մի քանի հարց եմ տալիս, հասկանում եմ տվյալ մարդը, օրինակ պասպահում է, աստվածաշունչ կարդացել է իր կյանքում, թե չէ, կներեք Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ կյանքի ընթացքում այնքան բաներ է ասել ու արել 180 աստիճանով հակառակը, որ մեկնաբանել իր մտքերը ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ 2019 թվականին այդ մարդը ասում է, որ Արցախյան հարցի լուծումը պետք է ձեռնտու լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Կասեք, այդ երեքից ում է մենակ ձեռնտու եղել Արցախի հարցի նման իրենց պատկերացման վերջնական լուծում, ում պատկերացմամբ Արցախի հարցը չի լուծվել դեռևս ու սա լուծում համարել չի կարելի։ Տվյալ անձնավորությունը կարող է ասել ու խոսել ինչ ուզում է, մեկնաբանել իր ասածը այսօր այսպես, հետո ասել ասուլիսների ժամանակ ինչի ես նման բան եմ ասել, խոսում է այդ մարդը կրթության մասին, ասում է կրթություն, հիշեցնում եմ, որ դա այն մարդն է, որը նախընտրական արշավի ժամանակ ասում էր, որ բոլորին շինելու եմ, հետո դոմփել բառներ գրել իր էջում եւ այդպես շարունակ։ Հիմա ըստ այդմ դա նաև իդեպ այն մարդն է, որը սրտիկները ցույց տալիս պարզ չի մտնում, ենթադրում եմ, օրինակ Փաշազադեին ասել։ Հոգեբանական խնդիրներ ունի հոգեկան Դուք տեսել եք այն ռիլը, որտեղ ինքը ֆռում է եւ տեսախցիկին է նայում։ Դե եթե մարդը հոգեբանական խնդիրներ չունի, ինչ մասին կարելի է խոսել։ Մի խոսքով, մեկնաբանել իրեն, կարծում եմ, անշնորհակալ գործ է, Սամվել Կարապետյանը, սրբազանները, քաղ բանտարկյալներ են, այլ ձևակերպում է ամեն ինչին տալ, ուղղակի չի կարելի ու հնարավոր չի, ու եթե կոչի մասին ենք խոսում, շատ ավելի շատ նման է կոչին կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, քան այն ինչ ասել է Սամվել Կարապետյանը։ Պարոն Մխիթարյան, եւ վերջին ճշգրտում հավանական համարում եք, որ այս իրավիճակը կփոխվի օրինակ Գյումրու սցենարով։ Խոսքը ընտրությունների մասին է։ Տեսեք, եթե գործը գա հասնի ընտրություններին, նախ պետք է այդ ընտրություններին ճիշտ հաշվարկված պատրաստվել խոսքը ընդհանուր ընդդիմության մասին։ Այսինքն հիմիկվանից կանգնել ասել, որ հանգուցալուծումը հնարավոր է լինի Գյումրու պես, այդ մի քիչ կներեք շատ ռոմանտիկ է, որովհետև եթե օրինակ ես իշխանությունը ձերբակալում է բոլոր գործող անձանց եւ բոլոր հավանական իր ընդդիմախոսներին, կարևորագույն, ինչի մասին ենք մենք խոսում։ Ըստ այդմ այդ շատ
թվում է թե 8 ամիս է մնացել, բայց գործողությունները այն արագությամբ են զարգանում, որ ամեն օր, ամեն պահ Հայաստանում կարող է տեղի ունենալ ներքին ընդվզում, ներքին պայթյուն, իսկ եթե գործը գա հասնի ընտրություններին, իհարկե հավաքական ընդդիմությունը, ամեն դեպքում հավաքական ընդդիմությունը ամեն ինչ պետք է անի, որ այո, ընտրությունների արդյունքներով հնարավոր լինի իշխանություն ձևավորել, որովհետև պարզ է, որ կոալիցիաները բացառել այլևս հնարավոր չի, իսկ եթե իշխանությունները գնա բռի կերպով ընտրությունների կեղծման, նաև հետընտրական գործողություններով փորձել վերականգնել արտարությունը։ Հաղթանակ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։